Սելովամի ավազանի մոտ է գնում մեր Տերը Հիսուս Քրիստոս եւ տեսնում է 38 տարվա մի անդամալույցի։ Եվ հետաքրքիր զրույց է լինում Քրիստոսի եւ անդամալույցի մեջ։ Անդամալույցն ասում է, որ Տեր, որևէ բարեկամ չունեմ, որ ինձ արագ իջեցնի ջրերի խառնվելու ժամանակ, որտեղ Տիրոջ հրեշտակն իջնում էր, ով առաջինն էր մտնում, բուժվում էր։ Բոլոր արագ գալիս են, բուժվում են, ես մնում եմ։ Իսկ դու հավատում ես, որ կբուժվես, վերցրու քո մահիճը եւ գնա։ Եվ անդամալույցը վերցնում է մահիճը, բուժվում է ու գնում է։ Հետո Քրիստոս նորից գտնում է նրան։ Եվ ասում է. Տես, բուժվեցիր, այլևս մի մեղան չիր, որպեսզի քեզ ավելի մեծ չարիք չգա։ Եվ ավանդությունն ասում է, որ հենց այս 38 տարվա անդամալույցն էր, որ հետագայում գնում է Կայափա քահանայապետի մոտ, ծառայ է դառնում, եւ Քրիստոսի մատնության գիշերը հենց այս անդամալույցն է առաջին ապտակը տալիս Քրիստոսին։ Ասում է Գրիգոր Նարեկացին։ Հա? Տեսեք 38 տարվա անդամալույցն էր, որ Քրիստոս հրաշքով բուժեց եւ զգուշացրեց. Տես, որ նորից մեղք չգործես, որպեսզի քեզ ավելի մեծ չարիք չգա։ Բայց իրապես ինքը մեղք գործեց, գրանց մտավ քահանայապետի մոտ եւ ծառա դարձավ Քրիստոսին առաջի ապտակը ինքը հասցրեց։ Եվ Քրիստոս նրան ասաց. Ինչու ես ինձ ապտակում, կարծես ուզում էր ասել, ես քեզ բարիք գործի, դու ինչու ես ինձ չարիք գործում։ Ես քեզ լուծե բուժեցի, չէ՞։ Հիմա ինչ էր ուզում ասել մեր Տերը սրանով։ Ուզում էր ասել, որ այս քո անդամալությունը, այս քո պատիժը մեղքի հետևանք է։ Դու մեղքի պատճառով ես պատժվել, բայց քանի որ 38 տարի անդամալույց ես ապաշխարել ես արդեն, բուժում եմ քեզ։ Եթե դու չվերադառնաս հին մեղքին։ Հասկանում եք։ Բնականաբար ամեն տեսակի հիվանդություն դա ծրի ապաշխարություն է մարդուն։ Բայց եթե մարդը գիտակցի այդ ծրի ապաշխարություն, Աստծո ողորմություն իր հանդեպ, հա, իր սրտի մտքի մեջ չչարանա Աստծո դեմ, չապստամբի, եթե խոնարհ գտնվի, ծրի ապաշխարությունը փրկվելու է անդամալույցը, կույրը, կաղը, հաշմանդամը, համրը, հա, եթե միայն Աստծո դեմ չապստամբի։ Ամեն։